Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Մեդինֆորմի շրջանակում այսօր ընտրել եմ այն թեման, որը վերաբերվում է եւ կանանց եւ տղամարդկանց, խոսքս մաշկային գոյացությունների մասին է, որոնք նրանք փորձում են հեռացնել տարբեր կոսմետոլոգիական էսթետիկ կենտրոններում։ Այնինչ խնդիրներ կան, որոնք պարզապես չպետք է լուծվեն այս սահմաններում։ Եվ այս խնդրի լրջության, դրա լուծման ուղիների եւ կարեւորության մասին, թե ինչու այն պետք է կատարել հատկապես հիվանդանոցային պայմաններում նեղ մասնագետի օգնությամբ, ես սիրով զրուցել եմ Իզմիրլյան բժշկական կենտրոնի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբույժ, միկրովիրաբույժ, ինչպես նաեւ Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դասախոս Թեհմինե Ասատրյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Կարծում եմ այս թեման շատ ակտուալ է եւ ձեր օգնությամբ փորձենք ուղղորդել հեռուստադիտողին, թե մաշկային գոյացությունները ինչպես տարբերակել, որն է կոսմետոլոգի կաբինետում հանգուցալուծում ստանալու ենթակա եւ որը պետք է կատարել բացառապես մաշկային պլաստիկ վիրաբույժի կամ միկրովիրաբույժի օգնությամբ, խնդրեմ։ Թեման բավական ակտուալ թեմա է եւ այս թեման տարածված է իր խնդիրներով, որովհետեւ այսօրվա մեր լայն ընտրությունը բժշկական կենտրոնների եւ հետեւաբար այդ կոսմետոլոգիական միջամտությունների հետ զուգահեռ մաշկի գոյացությունների հեռացման հնարավորությունները մարդկանց կարծես թե գցում է ինչ-որ երկմտանքի առաջ, չգիտեն անեն, թե չանեն, որովհետև ցանկացած կոսմետոլոգի մոտ գնալուց ոչ միայն այդ մաշկի խնամք, նույնիսկ եթե տղամարդիկ են գնում, չէ՞ որ սափրվելու այդ եզրագծերի եւ այլի նպատակով, այնտեղ առաջարկվում է, վայ գիտեք, մաշկի գոյացումը, ու մարդը ընկնում է կարծես երկընտրանքի մեջ, ճիշտ կլինի անել, ոնց անել, հա, եւ սովորաբար համաձայնվում է։ Կուզեմ հորդորել մարդկանց, որպեսզի երկար մտածել մաշկի գոյացությունների հեռացման հարցում, որովհետև մաշկի գոյացությունները դրանք լինում են բարվորակ եւ չարվորակ, ինչպես նաեւ միջանկյալ տեղ զբաղացնող գոյացություններ, որոնք բարվորակ են, սակայն ունեն ագրեսիվ աճ եւ ունեն իրենց բուժման, այդ վիրաբուժական բուժման հստակ կանոններ, ինչպես հեռացնել, որպեսզի մենք կրկնում չունենանք եւ կրկնակի վիրահատության խնդրի առաջ չկանգնենք։ Այդ բարորակ եւ չարորակ գոյացությունները հենց սկզբից բժշկի համար հասկանալի են դառնում, թե կա հետազոտությունների շարք, որ պետք է կատարեն, հետո նոր հասկանան արդյոք դա հեռացնել։ Սովորաբար փորձառու մասնագետը կարող է 90% ճշգրտությամբ իր փորձից եւ գիտելիքներից ելնելով ասել ինչ գոյացություն է, բայց եթե կա երկմտանք կամ հստակ պրոտոկոլով սահմանված ունենք դերմատոսկոպիայի կարիք, որպեսզի հասկանանք այդ հետազոտությամբ ինքը այն 90%-ը լրացնենք դերմատոսկոպիայի միջոցով, հասկանանք ինքը ինչ գոյացություն է։ Այդ շերտերը մաշկի գոյացության հատվածի նայելով։ Մյուս հետազոտությունը, որը նույնպես օրինակ կասկածում ենք մաշկի մելանոմա, դա չարվորակ գոյացություն է ու չգիտենք արդյոք մելանոմա է թե չէ, որտեղ մելանոմայի վիրաբուժական միջամտությունը արդեն ավելի մեծ ծավալով է պահանջում եւ այդ մեծ ծավալը ենթադրում է նաեւ ֆինանսական ծախսեր եւ մարդը հարցնում է գամ տեղայինով կհեռացնեք, թե պետք է պլանավորել ավելի մեծ վիրահատություն, նարկոզով արվող եւ այլ եւ այլ։ Եթե ունենք այսպիսի երկմտանք, ապա կատարվում է բիոպսիա, մի փոքր կտոր հեռացվում է, հետազոտվում է կատարվում է հյուսվածաբանական հետազոտություն եւ ըստ դրա հստակ ունենում ենք մեր պատասխանը եւ կատարում ենք մեր արդեն հստակ որոշված ծավալով վիրաբուժական միջամտությունը։ Բժշկուհի մի փոքր խոսենք գոյացությունների մասին, արդյոք եթե գոյացությունները հաճախակի են մաշկի վրա լինում տարբեր տեսակներով, գորտնուկներով, գունավորված տարբեր ցաներով եւ այլն, արդյոք այստեղ ինչ որ օրգանիզմում մի բան այն չէ, թե սա կարող է նաեւ օրգանիզմի պարզապես առանձնահատկությունը հենց լինել։ Սա դիտարկվում է առանձնահատկություն եւ ավելի շատ հանդիպում են մարդկանց մոտ, ովքեր արևի ճառագայթների ուղիղ ազդեցության ներքո ավելի երկար ժամանակ են գտնվում։ Դա կլինի ավելի հաճախ ծով գնացող մարդկանց, որոնք չեն պաշտպանում կամ նույնիսկ պաշտպանում են միշտ արևի ճառագայթը ուղիղ ազդելով մաշկի վրա, առաջացնում է
փոփոխություններ եւ պիգմենտացիայի եւ եղջերային շերտի հաստության։ Դրա համար ավելի այդ մարդիկ, ովքեր արևի ճառագայթների ազդեցության տակ են գտնվում ավելի հաճախ, պետք է այն գոյացությունները, որոնք իրենք ունեին, շատ հստակ դինամիկ հսկեն։ Օրինակ, եթե մի քիչ կասկածելի սահմանային գոյություն է նկարել ու հսկել 6 ամսվա 1 տարվա կտրվածքով արդյոք ինքը փոփոխության ենթարկվել է թե չէ։ Եվ ըստ դրա արդեն դիմել մասնագետին։ Մասնագետը պիտի լինի շատ գրագետ, ճանաչող, արդյոք այս գոյացությունը հնարավոր է ոչ վիրաբուժական միջամտությամբ հեռացնել։ Սովորաբար գոյացությունները, որոնք ունեն պիգմենտ, իրենք հիմնականում 99% դեպքերում ունեն կարիք վիրաբուժական հեռացման։ Խոսքը եւ կարելի մասին է, այո։ Օրինակ, եթե պապիլոմաներ են այդ մսերը մաշկի վրա, ժողովուրդ այդպես է ասում, փոքր միսիկներ, դա օրինակ կարելի է այրելով հեռացնել։ Կլինի լազեր, կլինի կոսմետոլոգիական կոագուլյատոր, կարելի է հեռացնել։ Բայց եթե կա պիգմենտ, կա լայն հիմք, կա գունային տարբերություն, հա, ոչ հարթ եզրեր։ Միտեղ մուք է, միտեղ բաց է, կոնտուրը հստակ չի, լայն հիմք ունի, ապա դնել, այրել ու այրվածը արդեն ուղարկել հետազոտության, абսուրդ է, որտեղ այրելուց հետո արդեն բջիջները մոխրանում են եւ հստակ որոշել թե ինչ բջիջ է ուղղակի անհնար։ Դրա համար գոնե դերմատոսկոպիա պիտի անել, նախնական ոչ 100%-անոց, գոնե ունենալ պատասխան, նախնական հեռացնելուց հետո էլ արդեն ուղարկել հիստոլոգիական քննության եւ պարզել թե ինչ գոյացություն է եւ մարթնել, որպեսզի ինքը հանգիստ ապրի։ Բժշկուհի, այդ ձեր աշխատանքային գործունեությունից ելնելով եղել են այդպիսի դեպքեր, երբ կոսմետոլոգիական կաբինետում կատարել են մաշկի գոյացությունների հեռացում եւ որը շատ սխալ է եղել ու հետևանքներով արդեն եկել են ձեզ մոտ։ Ինձ մոտ չեն եկել, բայց ես լսել եմ այդպիսի դեպք իրական իմ գոլեգաներից, որին կոսմետոլոգը ուղղակի այրել էր եւ դա եղել էր մելանոմա, որը եղել էր ոտքի հատվածում, ոտքի շրջանում, դրա հետևանքով երբ որ հասկացել էին պատասխանը, ինչ է իրական, նույնիսկ ամպուտացիա արվեց այդ երիտասարդ մարդու ոտքը։ Բայց դա եթե ժամանակին արվեր, ամբողջական հեռացվեր եւ օնկոլոգի հետագա հսկողության տակ լիներ, միգուցե մենք վերջույթ չկորցնեինք այս դեպքում։ Դրա համար շատ կարևոր է, ես որպես պլաստիկ վերականգնողական վիրաբույժ հաճախ առնչվում եմ այն գոյացությունների հետ, որոնք ավելի մեծ հեռացնելու կարիք ունեն, այդ անցումային, հա, գոյացնանակ բազալոման, որ ինքը բարվորակ գոյացություն է, բայց ունի ագրեսիվ աճ եւ նույնիսկ իր ստորադիր հյուսվածքներ, ունի քթի վրա գտնվելու դեպքում ինքը կարող է նույնիսկ աճառ քայքայել։ Եվ այդ քայքայելուց առաջացած դեֆեկտը պետք է ավելի մեծ հեռացնել եւ մեծ հեռացնելու դեպքում պետք է բնականաբար մտածենք փակելու մասին։ Այս ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը օգնում է մեզ տեղային տարբեր լաթերով փակել եւ նաեւ ունենալ կոսմետիկ արդյունք։ Նույնը չարվորակի դեպքում մելանոման հստակ սահմաններն ունի հեռացման եւ փակել հստակ դեֆեկտ է առաջանում, որը անհրաժեշտ է լինում։ Այսինքն ռեկոնստրուկտիվ վիրաբույժը, պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբույժը այս խնդրից շատ առնչվում է, ունի ավելի փորձ եւ ճանաչողական դիագնոզելու հմտություններ, այդ իսկ պատճառով մարդիկ, որոնք ունեն այս խնդիրը եւ պիգմենտ պարունակող գոյացություն է, հատկապես կոսմետիկ այդ բաց հատվածներում, ճիշտ մասնագետի ընտրությունը կլինի իրենց հաջողության գրավականը։ Որ գոյացություններն են, որ մարդիկ հաճախ ուզում են հեռացնել, սակայն դրա անհրաժեշտությունը չկա եւ առողջական տեսանկյունից ավելի վատ կարող է անդրադառնալ, քան այդպիսիք, չէ՞։ Չունենք ցանկացած մաշկից բարձր գոյացություն անհրաժեշտ է հեռացնել։ Շատ հաճախ գալիս ասում են, «Վայ, ես էս խալը ունեմ, բայց իմ տատիկն էլ ունի, ինձ ասել է, որ ձեռք չտա, սա չի կարելի, չէ՞, չունենք այդպիսի»։ Այո, կարող է զուգադիպեն ծնողի, տատիկ, պապիկի նման խալ ունենա մարդը, բայց հավատացեք, ցանկացած մաշկի գոյացություն ցանկալի է հեռացնել, որովհետև ունենք մեխանիկական տրավմա, օրինակ մազերի մեջ է, չէ՞։ Կինը ներկում է, սանրում է, տաքության ազդեցության անընդհատ, հա, մեխանիկական գործոններ են լինում, որը միայն ի վնաս է
փոփոխվում այդ հյուսվածքը։ Ինչի համար պահել, կամ տղամարդը սափրվելու հատվածում, անոթափոսերի շրջանում անընդհատ տրավմա է լինում կամ այդ վառատնիկի հատվածում, հա, պարանոցի, անընդհատ վնասվում է խրոնիկ տրավմաները սովորաբար, նույնիսկ բարվրակ գոյացությունների դեպքում հնարավորություն ենք տալի, որպեսզի իրենք փոխվեն, անընդհատ աճի մեջ են իրենք գտնվում։ Դրա համար կամ շոյրի այն հատվածներում, որոնք մեխանիկական ճնշման, սեղման, քերվում են, քերծվում են եւ այլն, դրանք բոլոր գոյացությունները պետք է հեռացնել։ Դա ես չեմ հորինել, իմ մասնագիտության տեսանկյունից չեմ ասում, այլ բժշկական հստակ որոշման։ Բժշկուհի եւ նաեւ ներկայացրեք ուղղորդելով մեր հեռուստադիտողին, թե որ տիպի գոյացություններն է անվնաս հեռացնել բժիշկ կոսմետոլոգների կաբինետներում կամ էսթետիկ կենտրոններում եւ որոնք պետք է դրանցից տարանջատել։ Ես իմ խոսակցության սկզբում էլ ասացի, որ եթե գոյացությունը պիգմենտ չունի, այդ փոքր մսի տեսքով են կամ տափակ չորացած կեղևի նման են, բայց պիգմենտ չունեն, հստակ այս դեպքում էլ անել դերմատոսկոպիա, ունենալ պատկերը, արդեն այս գոյացիան նոր այրելով հնարավոր է իհարկե հեռացնել, բայց եթե ունենք պիգմենտ, այն էլ անհամասեռ, ոչ հստակ եզրերով, այստեղ արդեն վիրաբուժական միջամտությունը շատ ավելի ճիշտ է վիրաբուժի խորհրդատվություն ունենալ, այն վիրաբուժի, որը հմտացած է, ունի փորձ այս տիպի գոյացությունների հեռացման եւ բացի դա էլ այդ գոյացությունը հեռացնելուց հետո առաջացած դեֆեկտը փակելու, որտեղ մենակ հեռացնելը չի, չէ, մենք կարող ենք հեռացնել, հետո ձգված սպի ունենալ, սպին առաջացնի կոսմետիկ դեֆեկտ, դրա համար պետք է նաեւ հեռացնելուց հետո այստեղ կյանք չենք փրկում, չէ, ասենք գոհեղի, որ կյանքդ փրկել ենք, դե մի էսթետիկայի վրա մի ուշադրություն դարձա, բնականաբար էսթետիկան պետք է առաջինը հաշվի առնել, այսինքն անի այն մասնագետը, որը անելուց հետո կարող է մաքսիմալ կոսմետիկ արդյունք ստանալ։ Փոսեր լինեն հետևանքում։ Այո, իհարկե, այնպեսի լաթով ենք մենք, օրինակ վերջերս անցյալ տարի մի հատ տատիկի արեցի, որի քթի վրա այնքան մեծ գոյացություն էր, նույնիսկ տանից սկսել էր այդ կինը դուրս չգալ։ Բազալյոմա էր իրականում, ինքը հաճարային շերտն էր քայքայում, բայց չարվորակ չէր։ Ու իր մտահոգությունն էր, որ ինքը մահանալու է դրանից։ Բացարձակ հետազոտելուց հետո հասկացանք բազալյոմա, հստակ սահմանով հեռացրեցինք, այլ հատվածից մաշկ վերցրեցինք, դրեցինք, մենք ունենք 100%-անոց նույնիսկ կոսմետիկ արդյունք, որ չնայած նրան տատիկ էր, ինքը միայն ապահով ապրել էր ուզում, ոչ միայն կոսմետիկ, բայց մեր մասնագիտությունը այդ մանյովրները թույլ է տալիս անել աննկատ գրեթե դուրս գալ։ Եվ այստեղ ձեռք ունենալը, նույնպես այստեղ պարտադիր է։ Շնորհակալ եմ բժշկուհի, կարծում շատերին ուղղորդեցիք դուք, որովհետև իսկապես երբեմն չեն դիմում այն կետը, այն սուբյեկտին, որին պետք է դիմել եւ այստեղից էլ շատ վատ հետևանքների հետ են գործ ունենում։ Շնորհակալ եմ կարևոր ինֆորմացիայի համար։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ ուշադրության համար։ Մեդինֆորմը այսօր զրուցեց մաշկի գոյացությունների դեպքում ում դիմել է այս թեմայի մասին, դա ինչ մեր մասնագետը ձեզ հստակ ուղղորդեց, թե ինչու պետք է դիմել հենց միկրովիրաբույժին կամ պլաստիկ վիրաբույժին եւ որ դեպքերում է որ կարելի է անվնաս դիմել էսթետիկ բժշկական կենտրոններ։ Ես զրուցում էի Իզմիրլյան բժշկական կենտրոնի պլաստիկ եւ միկրովիրաբույժ, ինչպես նաեւ վերականգնողական վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դասախոս Թեյմինե Ասատրյանի հետ։ Այսօր այսքանը։ Հետևեք մեր հաղորդումներին եւ այնտեղ կգտնեք ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Իսկ մենք կհանդիպենք։ Վինչ ջրեն ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի էջի բոլոր սիրահարներին, այսօր խոսելու ենք բոքսի ոչ թե որպես մարտարվեստ սպորտաձևի մասին, այլ հենց բոքսի մարզումների ժամանակ օգտագործելու օգտակարության մասին։ Այն ոչ միայն մարտարվեստ է, այլև որքան էլ զարմանալի է հոգեկան առողջությունը նաև պաշտպանելու, պահպանելու հզոր միջոց, թե ինչպես նաև ֆիզիկական։ Այն օգնում է մի շարք գործոններով։ Նախ եւ առաջ այն սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է։ Շնորհիվ ինտենսիվ թռչկոտումների եւ հարվածների այն ամրացնում է սրտմկանը։ Այն շատ լավ զարգացնում է կոորդինացիա եւ ռեակցիա, քանի որ մարզվելիս եւ պաշտպանվում են եւ ասես ինտենսիվ հարվածներ են հղում եւ այս առումով արագ մտածելու եւ արագ կողմնորոշվելու ունակությունն է ակտիվանում եւ զարգանում մարդու մոտ։ Ինչպես նաեւ այն մարզում է բոլոր մկանային խմբերը, ձեռքերը, ոտքերը, որովայնը միաժամանակ, այնպես որ այն հրաշալի մկանային զարգացնող սպորտաձև է համարվում։
Ինչպես նաև պետք է նշել բոքսով պարապելու եւս մեկ առավելություն, այն շատ բարձր կալորիաներ այրող մարզաձև է։ Այնպես որ բոքսով մարզվելիս հավատացեք կորցնում եք ավելի շատ կալորիաներ, քան գտնվելով մարզասրահում եւ կատարելով տարբեր վարժություններ։ Իհարկե, շատերին այն թվում է դժվար, սակայն երբ սկսում ես մարզվել, հասկանում ես, որ բավականին հեշտ է եւ աստիճանաբար այդ ծանրաբեռնվածությունը բարձրացնելը շատ օրինաչափ է ու նպաստում է նրան, որ ասես հոգնածություն չես զգում։ Ինչ մենք տեսնում ենք, թե ինչպես է մարզվում մարզիկները բոքսով եւ ես նշեցի այսօր դրանց առավելությունը։ Հիլ սպորտային համալիրում եմ գտնվում, իսկ այստեղ նախատեսված է նահայից 2 բոքսի համար պարապելու համար նախատեսված տանձիկներ, այնպես որ կարող եք այցելել եւ մարզել բոլոր ձեր մկանային խմբերը, ունենալ ճիշտ ռեակցիա եւ ամուր առողջություն։ Ինչպես նշեցի, հոգեկան առողջությունը նույնպես շատ մեծ պահպանություն է գտնում բոքսով մարզվելիս։ Այն սթրեսի նվազեցման հրաշալի տարբերակ է։ Բոքսը օգնում է ազատվել կուտակված լարվածությունից։ Ինքնավստահության աճ, նոր հմտությունների ձեռքբերումը բարձրացնում է ինքնագնահատականը։ Կարգապահություն եւ կենտրոնացում։ Մարզումները պահանջում են կարգուկանոն եւ ուշադրություն։ Ինչին ուշադրություն դարձնել բոքսով մարզվելիս։ Կարևոր է ճիշտ տեխնիկա սովորել վնասվածքներից խուսափելու համար։ Անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ, գլխարկ եւ այլն։ Լավ է սկսել փորձառու մարզչի հսկողությամբ եւ բոքսով մարզվելու հիմնական տեխնիկան է։ Այն հիմնականում ընդգրկում է 10-ից 15 րոպե, պետք է սկսել կանգնած դիրքից, ձեռքերի պաշտպանական դիրքը գրավելուց, հիմնական հարվածներից, ջեբ կոչվում է առաջին ձեռքով եւ կրոս հետևի ձեռքով։ Հարվածային աշխատանքները տևում են 15-ից 20 րոպե, ֆիզիկական վարժությունները 15 րոպե։ Սկսում ենք հրում վարժությունից, այնուհետև նստում կանգնում, այնուհետև որովայնի վարժություններ եւ արդեն կարելի է անցնել բոքսին, այսինքն անպայման պետք է նախքան պարապմունքներ սկսելը ֆիզիկական թեթև տաքացնող վարժություններ կատարել։ Ես այսօր ելնելով այն հանգամանքից, որ գտնվում եմ աշխատելու ընթացքում, իհարկե չմարզվեցի, սակայն սիրով միշտ կատարում եմ բոքսի վարժությունները, փոքր-ինչ պարապում եմ դրանով, իհարկե ոչ շատ ինտենսիվ, ոչ ամենը, սակայն երբեմն այն պարզապես հրաշալի է։ Պարզապես պետք է ընտրել ճիշտ ձեռնոց եւ ճիշտ մարզիչ։ Դե ինչ, դրա ժամանակ առավել եւս ծարավելու եւ ջուր ընդունելու անհրաժեշտությունը առաջանում այնպես, որ ֆիքս ջրերը շատ հարմար են սպորտի ժամանակ օգտագործելիս, քանի որ եւ հարստացված են տարբեր միկրոէլեմենտներով, ինչպես նաեւ դրանք իոնիզացված են, ալկալիացված են եւ մարզվողների համար հրաշալի եւ ամենանախընտրելի տարբերակն են ֆիքս ջրեր, ջուր խմելու ճիշտ ժամանակը յուրաքանչյուր մարզվելիս։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics